Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Ավարտել է յետք Եզրասի քրքի ընթերցանությունը, Աստուծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ այսօրվնե կսկսեմ ձեզի ընթերցել հաջորդ գիրքը, Նեհեմիայի գիրքը։ Անցյալին այս երկու գիրքերը որպես մեկ ամբողջություն կներկայանային, սակայն հունարեն 70-ից թարգմանութեն վերջ անոնք առանցին գիրքերու վերածվեցան եւ առանցին անուններով գոչվեցան Եզրասի գիրք եւ Նեհեմիայի գիրք։ Սակայն Նեհեմիայի գիրքն ալ շարունակություն է Եզրասի գիրքին։ Ով էր Նեհեմիա։ Նեհեմիա աշխարհական, սակայն պաշտոնավոր անձ էր։ Անիկա մեծ պաշտոն գվարեր Բարսկաստանի արքունիքի մեջ եւ Արդաշես Բարսից թագավորի մոտ խորհրդական էր։ Անիկա արտոնություն թույլտվություն կստանա Բարսից թագավորին կողմէ, որբեսի Երուսաղեմ երթա եւ այնտեղ սպաղի իր հայրենի քաղաքականությամբ, տնտեսությամբ, ընկերային կյանքով եւ նաեւ գրոնական կյանքով։ Գուկա որբեսի վերաշինե Երուսաղեմի բարիստները։ Ընտիմատիրներ գլան, որոնք արկել կհանդիսանան, որ բարիստները շներ Նեհեմիա։ Սակայն իրեն խորհրդագից իսրայելացիներու հետ միասին գահաճողի բարիստները սարքել, ինչպես նաև գմիանա Եզրաս քահանային, զոր գտնելով Աստուծո օրենքի մեկ օրինակը, ամբողջ ժողովրդի ականջներուն կգարթազայն, ղևդացիները կթարգմանեն, որովհետև հիշեցեք 70 տարվա Բաբելոն աքսորված էին հрьяաները եւ այդ աքսորավայրի ժամանակ նոր սերունդի զավակները եբրայերեն չէին հասկնար։ Հետևաբար Նեհեմիա ինքնալ որպես նախանցախնդիր Աստուծո օրենքին աղոթքով սիրելներ իր աշխատանքները կկատարե եւ բազմաթիվ նախաձեռնություններ կկատարե որպես աշխարհական, սակայն միշտ ապավինելով Աստուծո եւ աղոթքի զորության։ Շատ բաներ ունենք սորվելիք Նեհեմիայի կյանքեն, որովհետեւ Նեհեմիան սիրելներ օրինակ է բարեպաշտ հավատացյալին։ Մարդիկ կրնան գրոնավոր չլալ, բայց կրնան բարեպաշտ լալ։ Մարդիկ կրնան սիրելներ աղոթքի զորությամբ ըստանալ Աստուծմե իրենց խնդրածին պատասխանը։ Հետևաբար եկեք մենք ալ Նեհեմիայի նման նախանցախնդիր լանք Աստուծո գործին, կապված մնանք մեր հայրենի ավանդությանց եւ հավատքին, հաստատ մնանք մեր առաքելահիմն հավատքին մեջ, ուղղափառ հավատքին մեջ եւ միշտ սիրելներ աղոթենք, որովհետեւ աղոթքը խոսակցություն է Աստուծո հետ։ Հետևաբար երբ գաղոթենք, կնշանակի Աստուծո հետ կխոսենք ու Աստված ոչ միայն մեր աղոթները կհավաքե, կլսե, այլ մանավանդ կպատասխանե։ Հիսուսը ասավ. «Ինչ որ խնդրեք հորմես իմ անունովս, պիտի դամ ձեզի»։ Հիսուսի անունով խնդրենք սիրելներ, որ Աստված խաղաղություն տա աշխարհին, որ Աստված սեր միություն տա մեր ազգին, որ Աստված անսասան բահե մեր հայրենիքը Հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին բայցարացնե, Աստված սիրելներ ետ վերադարձնե մեզի, Արցախ մեր հայրենիքը եւ Արցախցի մեր ազգագիցներ վերադառնան իրենց դուները եւ նաեւ Աստված բժշկություն տա մեր հայրենի հողին, թողություն տա մեր մեղքերուն եւ ընտանիքներու մեջ սեր ու միություն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Նեհեմիայի գիրք առաջին գլուխ։ Նեհեմիայի մտահոգությունը Երուսաղեմի համար։ Ակազիայի որդիին Նեհեմիայի խոսքերը։ Քասղև ամսվան մեջ Արդաշես թագավորին 20-րդ տարին, երբ ես Շուշան մայրաքաղաքն էի, եղբայրներս մեկը Անանի Հրեաստանեն եկավ ինք եւ քանի մարդիկ։ Անոնց հարցուցի ազատված Գերութենեն ժողոբրած հрьяաներուն ու Երուսաղեմի մասին։ Ինձի պատասխանեցին. Գերութենեն ժողոբրած մնացորդը քավարի մեջ մեծ ցախորտության ու նախադինքի մեջ է
Երուսաղեմի բարիսպը քանթված է եւ անոր թռները գրագով այրված են։ Երբ այս խոսքերը լսեցի, նստա, լացի ու քանիմ օր սկացի։ Ապա ձոն բահելով երկնքի Աստուծուն աղոթեցի եւ ասի. Ով դեր, երկնքի Աստված, մեծ ու ահեղ է Աստված, որ ուխտը գբահես եւ գարեգից կլաս քեզ սիրողներուն ու քու բադվիրանները բահողներուն։ Գաղերսեմ։ Քու ագանչները թող ուշադիր լան եւ աչքերը բաց լան, որբեսի լսես ծարայիդ աղոթքը, որ ամեն օր ցերեկ ու քիչեր քեզի գմադուցանեմ քու ծարաներուդ Իսրայելի որդիներուն համար։ Խոստովանելով Իսրայելի որդիներուն մեղքերը, որոնք քեզի թեմ կործեցինք։ Արդարև, թե ես եւ թե իմ հորս տունը մեղանչեցինք, քու թեմը չարիք կործեցինք, ու քու ծարայիդ Մովսեսի դված բադվիրաններդ, գանուններդ ու դադավաջիրներդ չբահեցինք։ Սակայն գաղերսեմ հիշե այն խոսքը, որ քու ծարայիդ Մովսեսի ասիր. Եթե ուխտազանց ըլլակ, ձեր ժողովուրդներու մեջ պիտի ծրեմ, ձեզ ժողովուրդներու մեջ պիտի ծրվեմ, իսկ եթե ինձի վերադառնաք եւ իմ բադվիրանները սպահեք ու զանոն կործատրեք, ձեզ մի ակսորվածները նույնիսկ եթե երկնքի ծայրը լան, զանոնք անգե պիտի հավաքեմ եւ այնտեղը պիտի դանիմ, որ ընտրեցի իմ անունս հոմփնագեցնելու համար։ Անոնք քու մեծ կարողությանդ եւ ուժեղ ցերկովդ ազատած զարաներդ ու ժողովուրդդ են։ Ոստի հիմա ով դեր գաղերսեմ։ Քու ագանչդ թող ուշադիր լա ծարայիդ աղոթքին եւ քու անունետ վախնալետ ախորժող ծարաներուդ աղոթքին։ Ծարատ այսօր թող հաջողի ու կտություն գտնել դուր անոր այս մարդուն արչեւ։ Արդարև ես թակավորին մադրվագն էի։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։